Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցելու եմ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Մուրազիի հետ, պարոն Մուրազի, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Մուրազի, այսօր Հայաստան դաշինքը, ի թիվս նաև այլ կուսակցությունների եւ նաև մեկ դաշինքի դիմում է ներկայացել Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները չեղարկելու եւ վերաքվեարկություն նշանակելու նպատակով։ Ինչ ակնկալիք դուք ունեք բարձր դատարանից։ Գիտեք, ես կարծում այս ընթացքում Սահմանադրական դատարանը ապացուցել է, որ հիմնականում գլխավորապես կատարում է օրվա իշխանության կամքը, բայց սա հնարավորություն է այդ դատարանի համար իրապես կոչվելու բարձր դատարան, եթե իրավական որոշում կայացվի։ Սահմանադրության համապատասխան այդ ընտրությունները պետք է չեղարկվեն։ Լավ հնարավորություն է, իսկ ձեր իրատեսական ակնկալիքը կօգտվի Սահմանադրական դատարանը այդ հնարավորությունից, թե ոչ, որովհետև Սահմանադրական դատարանից ընդդիմությունը էլի նախորդ տարիներին ակնկալիքներ ունեցել է։ Դե տեսեք, եթե կազմը լիարժեք մասնակցի այն ինչ որ ասենք ներկայացված անդամներ կան, որ ԿՓ-ի կողմից են ընտրվել, մենք դրանց կենսագրությանը ծանոթ ենք, ապա շատ կանխատեսելի է որոշում, բայց այդտեղ կարծեմ դատավորների, որոշ դատավորների հետ կապված բացառկի միջնորդություններ են լինելու, ոչ միայն Հայաստան դաշինքի, նաև այլ ուժերի կողմից, այնպես որ սպասենք, տեսնենք ինչ կազմով են քննարկում, թեպետ ես կարծում եմ պետք էր դիմել Սահմանադրական դատարան, որպեսզի իշխանությունները առիթը չօգտագործեն ասելու, որ ընտրության արդյունքները չեն վիճարկվել ընդդիմության կողմից, բայց մնացածն էլ վիճարկվել նշանակում է ընդունել է ընդդիմությունը արդյունքները։ Եթե չեն վիճարկվել, կարող են այդպես ներկայացնել, որ ընդդիմությունը առնվազն ընդունել է։ Հիմա օրինակ ձեր դաշինքից Արծվիկ Մինասյանն ասում է ՍԴ որոշումից հետո պետք է հաջորդի, որ Նիկոլ Փաշինյանին կալանավորեն, կիսում եք այս տեսակետը, հավանականություն տեսնում եք։ Նիկոլ Փաշինյանն մինչև Սահմանադրական դատարանի որոշումն էլ պետք է կալանավորել, եթե մենք ապրենք իրավական երկրում, բայց մենք հասկանում ենք, չէ, Հայաստան Հանրապետությունում իրավապահները ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում, ընդ որում այդ տրամաբանությունը նոր չի, իրավապահները հատկապես հիմա այլանդակ կերպով, բայց մշտապես ծառայել են օրվա իշխանություններին, դա լավ չի։ Հիմա Փաշինյանը առավել վատ կերպով այդ գործիքը օգտագործում է եւ ըստ էության իրավապահ համակարգին ոչ մասնակից է դարձրել ոչ միայն ապօրինությունների, այլ հայրենիքի դեմ դավադրության։ Պարոն Մուրազի, մենք Սահմանադրական դատարանի որոշմանը եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի անելիքներին կանդրադառնանք, բայց մինչ այդ հետաքրքիր էր, որ այսօր, այսպես կարծես շղթայական էֆեկտով շատ ուժեր ներկայացնում էին դիմումներ, գուցե ընթացքում նաեւ շատանա դիմումների թիվը։ Այս պահին մենք տեսնում ենք բացի այն 3 առաջատար ընդդիմադիր ուժերից, որոնք նախապես հայտարարել էին, բացի Արման Թաթոյանից, որը նույնպես նախապես հայտարարել էր, կան նաեւ ուժեր, օրինակ Դոկն է ներկայացրել, Հայկ Մարությանի նոր ուժն է ներկայացրել, մինչ այդ Արման Բաբաջանյանն էր հայտարարել, սա ինչով է պայմանավորված, այդ ուժերը ինչու որոշեցին վիճարկել այս արդյունքները։ Ես օրինակ Դոգի կամ Հայկ Մարությանի դեպքում բանը չեմ կարող ասել, բայց օրինակ Հանրապետության այդ Արման Բաբաջանյանի ուժը ակնհայտորեն ընդդիմադիր հիմնական ուժերին թիրախավորելու նպատակ ուներ։ Նա էլ ձեր մասով է վիճարկում փաստորեն։ Մի դրվագ էլ կա, որ հնարավոր է, չգիտեմ, այսօր դիմել են թե ոչ, այդ Արևմուտքի գործակալական ցանցի ներկայացուցիչ Դանիել Իոնիսյանն էր հայտարարել, որ ընտրությունների արդյունքները իրենք կառաջարկում, որ վերաքվեարկություն լինի Հանրապետության տարածքում, Սահմանադրական դատարան նման որոշում կայացնի, իրենք էլ մի մասով իրականությանը կոնկրետ փաստերի վրա հենված էր իրենց դիմումը, եթե դա լինի, այն է, որ ԿՀ-ն ապօրինի որոշում է կայացրել, մյուս մասով այսպես կոչված ընտրակաշառքի այդ ձայնագրություններն էին մեջ բերում, բոլորը ինչ որ խնդիրներ լուծում են։ Հիմա թե ըստ էության Սահմանադրական դատարանի համար տրված են հնարավորություններ տարբեր սցենարներով նոր ընտրություններ նշանակել, եթե այդպիսի մտադրություն լինի։ Դուք տեսեք, համ դիմում եք Սահմանադրական դատարան, համ ես հիմա ցանկանում եմ մեջբերել ձեր անձնական տեսակետը, չգիտեմ դա դաշինքի տեսակետն է թե ոչ, բայց դրա հետ մեկտեղ գտնում եք, որ այդտեղ է հենց թակարդը, որովհետև հնարավոր է Սահմանադրական դատարանը գնա այդ քայլին եւ ասի այո, նշանակում եք, խնդրեմ։ Մի բան է, երբ որ Սահմանադրական դատարանը ընդդիմության դիմումի հիման վրա է նոր ընտրություններ նշանակում, դա նշանակում է, որ ընտրողները, ընդդիմությանը աջակցող քաղաքացիները այսպես նոր լիցքով էներգիայով են լցվելու եւ հասկանալու են, որ երկրում իրավիճակ է փոխվել, այսինքն ընդդիմությունը այնքան ազդեցություն ունի, որ Սահմանադրական դատարանը ընդդիմության դիմումի հիման վրա որոշում է կայացրել։ Այլ բան է, որ ասենք
Արման Բաբաջանյանի կամ Դանիել Իոնիսյանի դիմումի հիման վրա նոր ընտրություն նշանակվի, որտեղ այդ դեպքում օրինակ Արման Բաբաջանյանի դիմումի հիմքով պիտի ընդդիմադիր ուժերի մասնակցությունը արգելվի։ Դանիել Իոնիսյանի դիմումի հիմքով էլ կարող է այդպիսի որոշում կայացվել, հա, եւ իրենց նպատակը ամենևին էլ, ասենք, իրական պատկերը ստանալը չէ։ Իրենք ըստ էության արևմուտք հավաքական դժգոհ է այն արդյունքներից, որը արձանագրվել է Հայաստանում։ Ես ընտրության հենց հաջորդ օրվանից ասել եմ, որ բացի նրանից, որ ընդդիմությունը հավաքական իմաստով առաջ դրած խնդիրը չի կարողացել լուծել, մի գլխավոր խնդիր լուծվել է։ Փաշինյան 50- աջակցություն է ստացել ընտրության արդյունքներով։ Սա շատ կարևոր արձանագրում է, որքան էլ այդ վարչական ռեսուրսը 50-ից ինչքան մինուս, դա վիճարկելի է։ Ես կարող եմ ենթադրել դա մինչև 25% մինուս կարող է լինել, եթե ապօրինությունները հանենք։ Իրական նրա քվեն կարծում եք 25%։ Եթե ապօրինությունները, վարչական ռեսուրսը, կրիմինալը, փողը հանենք, տակը գուցե 20-25% մնա։ Բայց որ 50 մինուս է, դա ակնհայտ է։ Իսկ գիտեք, մի բան նաև եւս ակնհայտ է։ Այն իշխանությունը, որը ունի 50+ աջակցություն, իր օրակարգերը այլևս լեգիտիմություն չունեն։ Այլ բան, որ մեր ընտրական օրենսգիրքը Սահմանադրությունը թույլ են տալիս, որ մարդը չունենալով 50+ աջակցություն հանրության առանց կոալիցիայի կառավարություն ձևավորի։ Սա եւս մի աբսուրդ է, որ մեր իրականության մեջ կա, բայց դա արդեն տեխնիկական կառավարության տեխնիկական ձևավորում է, ոչ հանրային աջակցության հիման վրա ձևավորում։ Եվ դա իր խնդիրները, հետևանքները բերելու է։ Ի վերջո այս իշխանությունը հայտարարում է, որ իրենց պետք է սահմանադրական մեծամասնություն, հակառակ դեպքում պատերազմ կլինի։ Իրենք ոչ միայն սահմանադրական մեծամասնություն չեն ստացել, իրենք չեն ստացել նաև 50+։ Իշխանության մեկ այլ հայտարարություն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ինքը ցանկանում է ոչ թե Փաշինյանի, այլ հայ ժողովրդի հետ պայմանագիր կնքել։ 50- դեպքում դա հայ ժողովուրդը չի արդեն։ Լավ, հիմա փաստացի ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի խնդիրն է ստանալ սահմանադրական մեծամասնություն։ Հիմա այսինքն գուցե հենց սահմանադրական դատանը տա այդ հնարավորությունը գնալ նոր ընտրությունների եւ այս դեպքում էական է սահմանադրական դատանը ընդդիմության դիմումը կբավարարի մյուս ուժերի։ Շատ էական է։ Չէ, ձեր ասած մտավախությունները կարող են տեղի ունենալ նույնիսկ եթե ընդդիմության դիմումը բավարարվի եւ դուք մասնակցեք ընտրություններին։ Չէ, չէ, ընդդիմության դիմումը երբ որ բավարարվում է, հանրային տրամադրություններն են փոխվում։ Դա տարբերությունը նկատում եք։ Այսինքն ընդդիմադիր ընտրազանգվածը գնում ընտրությունների հաջորդ օրը ընդդիմադիր էլեկտորատը հիասթափության մեծ լիցք է ապրել։ Այո։ Հիմա եթե սահմանադրական դատարանը ընդդիմության դիմումի հիման վրա որոշում է նոր ընտրություններ կայացնել, ընդդիմադիր քաղաքացիները նոր լիցք են ստանում գործընթացին մասնակցելու եւ ընդդիմադիր ուժերը նոր օրակարգ են ստանում ընտրություններում։ Եվ այդ դեպքում գտնում եք, որ կլինի ակտիվ մասնակցություն։ Այդ դեպքում հնարավորություն կա։ Բայց թե ընդդիմադիր ուժերը որքանով այդ հնարավորությունը կօգտագործեն, ինչպես կաշխատեն, դա լրիվ ուրիշ հարց է։ Բայց մյուս կողմից այդ դեպքում նաև Նիկոլ Փաշինյանն է իր արժև խնդիր դնում ունենալ սահմանադրական մեծամասնություն եւ եթե գտնում եք, որ այս անգամ դիմել է ինչ-որ մեթոդների իր ձայները ավելացնելու, Նիկոլ Փաշինյանը առանց այս ուժերի արգելման չի կարող սահմանադրական մեծամասնություն ստանալ։ Այդ ուժերի մասնակցությունը պիտի արգելվի։ Այլ հանգամանքներ էլ իհարկե կան, դա կլինի նոր ընտրություն թե վերաքվեարկություն, որովհետև վերաքվեարկության դեպքում այս օրենսդրական փոփոխությունները, որ արել են, չպիտի աշխատի։ Նոր ընտրության դեպքում այն կարող է աշխատել, հա, այդ արգելքը ընտրությունների մասնակցության դրսից, եթե 6 ամիս Հայաստանում չեն ապրել, եւ մյուս փոփոխությունները, որոնք իրենք նախատեսում են։ Այն մի փոփոխությամբ բավական շտաբի աշխատակիցներ ուղղակի կխուսափեն աշխատել ընդդիմադիր շտաբերի հետ, որովհետև շտաբի աշխատակցի գործունեությունը կարող է դիտարկվել իր աշխատավարձ ստանալը որպես ընտրակաշառքի ստանալ ու այդ մարդիկ մինչև 15 տարի կարող են հայտնվել բանտում։ Իսկ հնարավոր է, որ նաև հասնեն այն փոփոխությանը, որ ասում էին այն ուժերը, որոնք ընտրակաշառքի գործերով են անցնում, չեն մասնակցի։ Դրա համար եմ ասում, նայած սահմանադրական դատարանը ինչպեսի որոշում կայացրել։ Թեպետ ես կարծում եմ այս պահին, տեսեք, ես երբ որ այդ մասին գրել էի, այս բան այնպես չի, որ Փաշինյանն է լիարժեքորեն պատրաստ է նոր ընտրությունների կամ վերաքվեարկության։ Իրեն պիտի ստիպեն այդ օրակարգով գնալ արևմուտքից։ Իսկն իրեն որ մնա, այսպես կառավարությունը կարողանում է ձևավորել թիկնապահներ ունի, աշխատավարձ ունի, թիմին կարողանում է պայել, իրեն այս վիճակը դեռ բավարար է։ Բայց այլ բան, որ իր տերերին սա բավարար չի։ Ինքը պարտավորություններ է ստանձնել, որ չի կարող կատարել։ Այլ ինչ տարբերակներ է ձեզ Նիկոլ Փաշինյանը դիտարկում սահմանադրությունը փոխելու համար, եթե հիմա չգնա վերաքվեարկության ճանապարհով։ Նա հնարավորություններ ունի։ Պետք է ավելի շուտ
ասել ինչ ճանապարհով հնարավոր չի գնալ, որովհետև ցանկացած ամենավերջին ապօրինությունից մինչև օրինական ճանապարհ ինքը կարող է գնալ։ Դուք հիշում եք 2020 թվականին Հրայր Թովմասյանին դատարանի նախագահի պաշտոնից հեռացնելու համար իրենք նախաձեռնեցին սահմանադրական բարեփոխումներ, սկզբից ուզում էին հանրաքվե անել, հետո կոവിഡ്ը խանգարեց, հետո ասին չի խանգարի, արաղով ինձ հետո կոവിഡ്ի հարցը կլուծենք, հետո տեսան համավարակը տարածվում է, բերեցին խորհրդարանով անցկացնելու, մի հատ անցկացրեցին կարծեմ, հետո պարզվեց տառասխալներ են արել, բերեցին մի հատ էլ անցկացրեցին, այսինքն այս մարդիկ նույն օրվա մեջ երկու անգամ սահմանադրական այսպես քվեարկություն եղավ։ Այնպես որ ամենաապօրինի գործողություններից մինչև ամենաօրինական կարելի է պատկերացնել։ Այսինքն նույնիսկ եթե նա ունի 2/3, նա կարող է գնալ այդ ճանապարհով։ Օրինակ այդ ճանապարհով կարող է գնալ, ասենք, չգիտեմ, հանրաքվեի մասին օրենքը փոխելով կամ ստորագրի հավաքներ սկսելով, քաղաքացիական նախաձեռնությամբ 50,000 հետո 300,000, չգիտեմ, տարբեր գործիքներ կարող է օգտագործել, բայց մի բան է ակնհայտ, գիտեք, մի բան է տեխնիկապես մի բանը կարողանալ անել, այլ բանը որ ամբողջ աշխարհը արձանագրել է, որ հայ հասարակության 50+-ը դեմ է այդ օրակարգին։ Հետո դա ինչ է տալիս մեզ։ Սա մեզ տալիս է հնարավորություն այս վիճակից ելք գտնելու, սա կոնկրետ աշխարհին ուղերձ էր, որ Փաշինյանը այլևս չունի 50+ աջակցություն իր օրակարգին, սա գլխավոր ուղերձն էր։ Ինչ հնարավորություններ եք դուք տեսնում, հիմա մենք տեսնում ենք ընդդիմադիր դաշտում կան համախմբման կոչեր, կարծես քննարկումների մեջ եք, երեք Սամվել Կարապետյանը ասուլիսով հանդես եկավ եւ ասաց, որ ես առաջարկում եմ հետընտրական կոալիցիա, Հայաստան դաշինքից այդ առաջարկը կար ավելի վաղ։ Հիմա եթե ընդդիմությունը համախմբվում է, ինչ հնարավորություններ ունի իրագործելու։ Լսեք, Հայաստան դաշինքի առաջարկը տրամաբանական էր եւ պատկերացնելի էր, ինչը դա նախընտրական համագործակցություն էր իշխանությունների ապօրինության եւ ամենաթողության դեմ։ Այո։ Ըստ դա մեկ ուժի դեմ գործողություններ դա հիմնական ուժերի կողմից արձագանք չգտավ։ Ինչու՞։ Չգիտեմ, պետք է Սամվել Կարապետյանին օրինակ հարցնել կամ Գագիկ Ծառուկյանին։ Բայց առաջարկը նախընտրակումներից տեղյակ չեք, օրինակ ինչն է խանգարը։ Նախընտրական տրամաբանությամբ Հայաստան դաշինքի առաջարկը հասկանալի է։ Այ հետընտրական էլ պետք է բացատրվի, դա նախ ինչի համար է համախմբումը եւ ինչ տեսքով է ուժեղ հանրահավաք։ Ինչ կտա դա։ Արդյոք այդ հանրահավաքը կվերածվի Սամվել Կարապետյանը։ Ես գիտեմ, որ մարդը սրտացավ է պարոն Կարապետյանը, բայց ես չգիտեմ իրենց պատկերացումներն ինչպիսին են։ Միայն հանրահավաքի անունը ուժեղ դնելով խնդիրը չի լուծվելու։ Հետ համատեղ է ուզում իրականացնել։ Դե թող քննարկեն։ Հայաստան դաշինքը ունի կոնկրետ պատասխանատուներ, կարծում ընդդիմադիր այլ ուժեր կան, թող քննարկեն, եթե ընդհանուր հայտարարի կգան, ապա հասկանալի է։ Բայց ես կարծում եմ, եթե իրեք ընդդիմությունը պետք է երկու մոտեցում ունենա։ Նախ հետընտրական կարճ ժամանակի, կարճաժամկետ մոտեցումներ, այսինքն ինչ պետք է անել ընտրությունների արդյունքների հետ, չգիտեմ, փողոցային պայքար պետք է լինի թե չէ, հետո հարցը գնում մանդատները պետք է վերցնեն թե չէ, եւ պիտի ունենա երկարաժամկետ պլան B։ Ցավոք սրտի այսքան ժամանակ ընդդիմությունը չի ունեցել պլան B եւ իսկ պլան B-ն ինչա ենթադրում։ Բոլորը չեն ունեցել, եթե որևէ մեկը։ Իսկ ինչու չի ունեցել Հայաստան դաշինքը։ Ես ձեզ դարձյալ Ես ասեմ ինչու, չէ, ես ասեմ ինչու, որովհետև այս դեպքում ակնհայտ էր սոցիոլոգիական բոլոր հարցումներով, բան, որ առաջի ուժը Հայաստան դաշինքը չի ընդդիմադիր ուժերից։ Որպեսզի ընդհանուր ընդդիմությունը պլան B ունենար, առաջին ուժը պետք է պլան B ունենար, կամ ցանկություն ունենար պլան B ունենալ։ Բայց գուցե ձեզ համար ընդունել չէր առաջին ուժի պլան B-ն, կամ միջև ընտրությունները պետք է առաջին ուժի հետ քննարկեիք, չէ՞, ասեիք դու ունես պլան B։ Դե եթե պլան B լիներ, կլիներ, հիմա կներեք, եթե լիներ, կլիներ, չէ՞ պլան B։ Հիմա հնչել են հայտարարություններ, որ մենք չենք ուզում ցնցումների ճանապարհով տանել, ասել են փողոցային պայքարը արնահեղության կվերածվի, հա, այսպեսից չնայած ես չեմ կարծում, որ այդպես էր, որովհետև 50- աջակցություն ունեցող իշխանությունը այդպես էլ չի, որ ամեն պահի կարող է ուժ կիրառել, եթե կոնկրետ կազմակերպված մոտեցում լիներ ընդդիմության կողմից։ Դուք գտնում եք, որ այդ գիշեր պետք է ընդդիմությունը դիմեր գործողությունների։ Այօնակ Փաշինյանն ասում է, ինչու հեղափոխություն չարեցիք, տարօրինակ է նստել եք տունը, ես կանեի հեղափոխություն, ձեզ է դիմում կոչերով։ Գիտեք, Փաշինյանը հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը արեց այն, ինչ պետք է աներ ընդդիմությունը, հայտարարելով, որ հաղթել է, որովհետև գիտեք, հանրային հոգեբանություն կա, իրենց դեպքում որոշ գործողություններ բերում են որոշ պատասխան գործողությունների։ Եթե օրինակ
Եվ այստեղ էլի պիտի, չգիտեմ, էլի չեմ ուզում այս թեմայի մեջ մտնել, էլի պիտի գնանք առաջին ուժը, ինչպիսի դիրքորոշում ուներ, որովհետև այդ շատ կարևոր է։ Առաջին ընդդիմադիր ուժը ինչ սցենարի էր պատրաստ։ Որովհետև տրամաբանությունը հուշում է, որ ասենք եթե Փաշինյանը ասուլիս էր դրել ժամը 2-ին, Կարապետյանը դրեց ժամը 4-ին։ բայց ինչ ասեց դա։ Ասեց սպասենք մինչև առավոտ։ Շատ լավ, բայց տրամաբանությունը հուշում է, որ պետք է Բայց դուք եք սպասել մինչև առավոտ։ հասկացա, ընդդիմության ասուլիսը, ընդդիմության դրոշակակիր ուժի ասուլիսը օրինակ լիներ 1.5 Առաջինը նա հայտարարել։ Եվ ավելի շուտ հայտարարություն արվեր, ժողովրդին հրավիրեին, ասենք կարող էին հրավիրել փողոց, որպեսզի սպասեն ընտրության արդյունքներին։ Բայց սա գիտեք, սա մի իրավիճակ է, որ օրինակ պարոն Կարապետյանը կալանքի տակ է, մենք չգիտենք, շատ քիչ մարդիկ գիտեն այդ մարդը։ Այդ պահին ինչ է զգացել, ինչ է պատկերացրել, ինչ տեղեկատվության է տիրապետել։ Կարճ ասած, ես ճիշտ եմ հասկանում, որ այս բոլոր ընդդիմության բաց թողումների պատճառն այն է, որ դուք համակարգված չեք գործել, այսինքն ընդդիմադիր գոնե առաջատար 3 ուժերը համակարգված չեն գործել, մինչև ընտրությունները չեն քննարկել միմյանց հետ ինչ անել։ Եվ հիմա նոր այդ սխալը ընդունելով, օրինակ Կարապետյանն ասում է, այ հիմա եկեք համախմբվենք։ Այդ թվում նաև այն ուժերն է ասում, որոնց օրինակ ժամանակին նա մերժեց, որ կոալիցիա կազմեն։ Դե ես լսեցի ձեզ մոտ Լևոն Զուրաբյանն էր խոսում, չէ՞, ես Այո, նա էլ է ասում, պարոն Կարապետյանը հասկացավ իր։ Այլ ուժերի ներկայացուցիչներ հայտարարություններ արել են։ Գիտեք, մի բան ակնհայտ է, որ հիմա չգիտեմ, ես այս պահին խոսում եմ որպես լրագրող, լավ, Հայաստան Դաշնքի ներկայացուցիչ չեմ։ Մի բան ակնհայտ է, որ պարոն Կարապետյանը հնարավորություն ուներ համաժողովրդական, ռեալ համաժողովրդական շարժում ձևավորել։ Դրա փոխարեն ձևավորվեց դասական կուսակցություն։ Կուսակցությունը այլ բան է, համաժողովրդական շարժումը այլ բան է։ Եվ համաժողովրդական շարժման դեպքում ուրիշ պատկեր կարող է լինել, էլի կարող են 1-2 ուժ մասնակցել։ Բայց գիտեք, այդ 19 ուժի մասնակցությունը աբսուրդ էր ուղղակի։ 19 ուժի մասնակցություն։ Եվ Փաշինյանը մոտ 75,000 բոնուսների տեսքով 75,000 կամ ավելի շատ մոտ 5-6 մանդատ ստացել է մի ընտրազանգվածից, որը երբեք իրան չէր քվեարկի։ Դա այդ ուժերի փոշիացած ձայների տեսքով։ Նրանց ընտրազանգվածի ձայները։ Հիմա պետք է ինչ-որ ձև մտածել։ Գիտեք, հաճախ մենք տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ասում են, այդ ձայն փոշիացողները չմասնակցեն, բայց այդ մարդիկ քաղաքական հայտ են ներկայացրել, ինչ-որ ձև պետքա process-ին մասնակցեն, չէ՞, այստեղ գլխավոր դերը խոշոր ուժերին է, պարտավորությունը։ Այդ մարդկանց անեն այնպեսի առաջարկ, որ նրանք չկարողանան հրաժարվել։ Հայաստան հիմա ասացիք որպես լրագրող եմ խոսում, բայց Հայաստան Դաշնքն էլ է խոշոր ուժ։ Դե նույնը վերաբերում է նաև Հայաստան Դաշնքին, այսինքն գլխավոր ուժերի պարտավորությունն էր անել այնպեսի առաջարկ այդ ուժերին։ Ես վստահ եմ, որ այնպեսի առաջարկ արվեր, մեծ մասը չէր մասնակցել։ Օրինակ Լևոն Զուրաբյանին պատրաստ էին չմասնակցել, վստահ եմ պատրաստ էին։ Էդմոն Մարուքյանին պատրաստ էին չմասնակցել, վստահ եմ պատրաստ էին։ Իրենք հույս ունեին նաև, որ իհարկե այս երկու ուժերն էլ հույս ունեին, որ ուժեղ Հայաստանի հետ կլինեն այդ ցուցակում։ Այնտեղ էլի անուններ կան, որ կարելի է նշել։ Կա այն ակնհայտորեն ուժեր, որոնք իշխանության կողմից էին դաշնետվել, բայց նրանք այդքան ձայն չկարողացան փոշիացնել, որքան իրական ընդդիմադրի դիրքերից հանդես եկողները։ Շատ լավ, պարոն Մուրազի, տեսեք, Նիկոլ Փաշինյանը հիմա հայտարարում է, որ բոլորին նստեցնելու է եւ ոչ միայն հայտարարում է, տեսնում ենք, որ գնում է այդ գործընթացով, ընդդիմադիր առաջնորդներին փորձելով մեղադրանքներ առաջադրել, քրեական գործեր հարուցել, այսօր տեսանք նաեւ Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հետ կապված նոր գործողություններ են։ Ես ուզում եմ ձեր մեկնաբանությունը, թե ուր կարող է հասնել կամ ինչ նպատակի է ուզում հասնել Նիկոլ Փաշինյանը եւ նաեւ անդրադառնանք Ռոբերտ Քոչարյանի հետ կապված ԿՀ որոշմանը, երբ անձեռնխելիությունից զրկեց երկրորդ նախագահին ու հիմա ինչ գործընթացներ սպասենք։ Գիտեք, ակնհայտ ապօրինություններ են տեղի ունենում իշխանությունների կողմից։ Ձեռնոցա նետվել, հիմա կամ պետք է այդ հարցը լուծել, կամ պետք է ակնկալել, որ Փաշինյանը դիմելու է ապօրինությունների։ Այսինքն այն ինչ որ հիմա Փաշինյանը անում է, այդ ապօրինությունները, դրանք տրամաբանական են, շահն է մորթում։ Կամ պետք է այդ ապօրինի շահին հեռացնել իշխանություններից, այսինքն միջև էս այնպես չի, որ Փաշինյանը շատ օրինական բաներ գործողությունների մեջ էր, տրամաբանության մեջ էր ու հիմա սկսել է ապօրինություններ։
Այս 8 տարիները ապօրինության տարիներ են եղել։ Բայց հիմա նրա սպառնալիքները շատ ավելի ուժեղացել են, ասում եմ, մինչև հաջորդ ընտրություններ որևէ մեկ ազատության մեջ չի մնալու իր որակմամբ, հա, եթե նա բոլորին անվանում է ընտրակաշարք բաժանող, ասում է որևէ մեկը չի լինելու, բոլորը անխտիր նստելու են։ Գիտեք, ես խորհուրդ կտամ Փաշինյանը ուշադիր լինի, որ մինչև հաջորդ ընտրություններ ինքը ազատության մեջ լինի, որովհետև բոլորի մեջ ինքն էլ է մտնում։ Էլի եմ ասում, այնպես չի որ Փաշինյանի վիճակը շատ լավ է։ Բավական ծանր վիճակում է գտնվում։ Սա ընդդիմության կնդորում ընդդիմության կամքից անկախ։ Ոչ թե կամքից անկախ, այլ անկախ նրանից, որ ընդդիմությունը խնդիրը չի լուծել։ Այո, ընդդիմությունը կարողացել է հանրությանը ակտիվացնել այնքան, մասնակցությունն այնքան է եղել, որ այս մարդը 50- է ստացել եւ սրա համար պիտի շնորհակալություն հայտնել ընդդիմությանը, ընդդիմադիր ուժերին, բայց գլխավոր խնդիրը չի լուծվել, մի բան ակնհայտ է, գուցե ոչ էս ընդդիմությունը, բայց Փաշինյանի հարցերը շատ ծանր են եւ այդ հարցը Ինչ առումով են ծանր։ Ինքը պարտավորություններ է ստանձնել, որ պիտի լուծի։ Դուք խորհրդարանի իր վերջի ելույթը լսեցիք, ինքը ասում է, ինքը Ալիևին էր դիմում, ասում էր, փաստորեն ասում էր, այս ձայները մի նայ, սրանք ընտրակաշարքով են, այսքան Արցախի մասին, այսքան հիշող մարդ չկա, աշարքով առել են։ Այսինքն որտեվ ծանր վիճակում իրեն Փաշինյանին դրել էին այստեղ որպես Հայաստանի ղեկավար, որ ինքը դենացիֆիկացիա անի Հայաստանում, չի ստացվել այդ դենացիֆիկացիան։ Չակերտների մեջ դենացիֆիկացիա, որտեղ այնպես չէ որ այստեղ նացիոնալիզմի բաղալիք կա, բայց դենացիֆիկացիայի իմաստով որ մարդիկ պետք է ուրանան Արցախը, չեն ուրացել։ Ես ձեզ ավելին ասեմ, Փաշինյանի ընտրողների զգալի մասն էլ Արցախը չի ուրացել։ Ասեմ ինչպես է չափել, երբ որ այս մարդիկ ասում են, որ Արցախը դավաճանաբար հանձնել է ռուսը, հանձնել են նախկինները, չէ՞, ու այդ նարատիվներին հավատացողը ցավում է, չէ՞, Արցախի համար, որ դավաճանել են Արցախին ու այսպես հակառուսական բանով է լցվում, չէ՞։ Մարդը այո, ստի է հավատում, բայց ինքը Արցախի նկատմամբ այդ օրակարգը չի, ասիկա չի ուրացել չի ուրացել Արցախը, ուղղակի կարծում է, որ Արցախին ուրացել է Ռուսաստանն ու նախկինները օրինակ։ Լավ, այնպես որ Փաշինյանի էլեկտորատի զգալի մասը եւս Արցախի ուրացմանը չի միացել։ Եվ սա Ադրբեջանում ամենտեղ լավ գիտեն ու դրա համար իր վիճակը դժվար է։ Հիմա գանք վերջի հարցին, ինչու էր Հայաստան եկել Հաջիևը, արդյոք եկել էր հենց այդ հավաստիացումները ստանալու համար, եւ Նիկոլ Փաշինյանը այդ նույն խորհրդանական ելույթում ասաց ընդդիմությունը ստեղծել է պատերազմի սպառնալիք, մենք շատ արագ Հաջիևի հետ հանդիպում ենք կազմակերպել եւ ոչ միայն ընդդիմությունը, նաեւ ասում է օտար ուժերը արտաքին հանդիպումը կազմակերպել ենք, որպեսզի պատերազմի սպառնալիքը չեզոքացնենք։ Ինչի մասին է խոսքը։ Գնալով ինքը ավելի շատ է խոսելու պատերազմից, ես սրա մասին նախընտրական շրջանում եմ ասել, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի կարողանա այդ խնդիրները լուծել, Ալիևի առաջադրանքները կատարել հենց այն, ուղղակի ասել, որ ժողովրդին մանդատ է տվել։ Ժողովուրդը իրան այդ մանդատը չի տվել։ Բոլորը հասկանում են։ Հիմա ինքը ունի մի ճանապարհ պատերազմի միջոցով կամ պատերազմի սպառնալիքի տակ հայ ժողովրդին համաձայնել լուծումների, որոնք իր համար ընդունելի չեն։ Ասենք ոնց որ Կիրանցի դեպքը, չէ՞, եւ գնաց Կիրանց, հայտարարեց, որ այս տարածքը եթե մենք չտանք, մի շաբաթ հետո կարող է պատերազմ սկսել։ Հիմա ինքը այդ խոսույթը ավելի ակտիվացնելու է, որովհետեւ չի կարողացել մարդկանց խաբելով, համոզելով ստանալ մեծամասնության աջակցություն, հիմա պիտի պատերազմի սպառնալիքի տակ ասի, որ պիտի անենք Ալիևի կամքը։ Այսինքն մի կողմից էլ սահմանադրական մեծամասնություն չստանալը ալիբի է փաստորեն դառնում Նիկոլ Փաշինյանի համար։ Չէ, ալիբի անընդհատ ասելու, թե ինչու խաղաղություն նա չբերեց, որովհետև ես չունեցա սահմանադրական մեծամասնություն։ Այո, բայց մյուս կողմից ինքը պատերազմ է հրահարելու։ Ինքը գնալու է պատերազմական ճանապարհով, որ իր վրայից գցի բեռը, ասի ժողովուրդ ջան, ես ասացի դες տեսեք իր ելույթը հետո հիշում եք այդ մետրոյի միջադեպից հետո ինքը ասում էր ես 7 տարվա վարչապետ եմ 18-ին չասեցի դուք ինձ մեղադրեցիք հիմա ձեզ ասում եմ եթե մենք չստանանք սահմանադրական մեծամասնություն կլինի պատերազմ ինքը արդեն այդ առիթը տվել է ինքը արդեն տեղեկատվական նախապատրաստական աշխատանք է տարել եւ խորհրդարանի իր ելույթը դրա մասին էր ասում էր այո դժվար է լինելու չէ պետք է հաղթահարեն կառավարությունը պետք է այս Արցախի դրոշը շատ կարճ հետեւյալն է որ այս մարդը վերջի իր ճանապարհը պատերազմն է լինելու հայ ժողովրդին տանելու են օրակարգով որի պատվեր ինք ստացել է Արևմուտքից եւ Ադրբեջանից Շնորհակալ եմ ես հիշեցնեմ որ զրուցում էի Հայաստան Դաշինքի պատգամավորի տեխնացու լրագրող խմբագիր Բորիս Մուրազի հետ մենք կհանդիպենք լավ եղեք